Պարոն Փաշինյան, ասում եք, որ եթե սահմանադրական մեծամասնություն չստանաք, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ կլինի, ձեր գլխավոր մրցակից Սամվել Կարապետյանն էլ պնդում է, որ ձեր ընտրվելու դեպքում տնտեսական պատերազմ է լինելու։ Որքանով է նորմալ, որ իշխանության հավակնող երկու առանցքային ուժերը հանրությանը պատերազմով են սպառնում, եւ հաջորդ հարցս տեսակետ կա, որ դուք սահմանադրական մեծամասնություն եք ուզում, որ եթե ժողովուրդը մերժի նոր սահմանադրությունը, դուք այն խորհրդարանում ընդունեք եւ ասեք դա անում եք, որ շաբաթվա վերջում պատերազմ չլինի։ Մեկ այլ տեսակետ էլ կա, որ ձեզ սահմանադրական այդ մեծամասնությունը պետք է, որ միայնձնյա գլխավոր դատախազ եւ մյուս ուժայինների ղեկավարներ ընտրեք, որ ձեր իշխանությունը չփլուզվի։ Ի վերջո, ինչի համար է ձեզ պետք սահմանադրական մեծամասնություն եւ խնդրում եմ կոնկրետ պատասխաներ։ Հնարավոր է, կարող է լինել իրավիճակ, որ սահմանադրությունը խորհրդարանում ընդունվի։ Ոչ, չի կարող լինել։ Սահմանադրություն երկրում նոր սահմանադրություն չի կարող ընդունվել առանց համաժողովրդական, այսինքն սահմանադրություն ընդունելը միայն մի տարբերակ կա, դա համաժողովրդական հանրաքվեն, ուրիշ տարբերակ չկա։ Այսօրվա գործող սահմանադրությամբ, որ խորհրդարանը որոշակի հոդվածներում կարող է փոփոխություններ անել։ Եվ հիմա կոնցեպտուալ ընդհանրապես վեճ կա, քննարկում կա, այդ թվում մեր թիմի ներսում, թե ընդհանրապես խորհրդարանին պետք է արդյոք վերապահել սահմանադրության որևէ հոդվածում փոփոխություն անելու լիազորություն։ Տարբեր տեսակետներ կան եւ քիչ չեն այն տեսակետները, ովքեր պնդում են, որ ոչ սահմանադրության մեջ որևէ փոփոխություն կարող է անել միայն ժողովուրդը, բացառապես ժողովուրդը, որովհետև ժողովուրդն է Հայաստանի Հանրապետությունում իշխանության տերը, կրողը եւ աղբյուրը եւ լեգիտիմության աղբյուրը։ Ինչ վերաբերում է ձեր նշածին, որ քաղաքական մի ուժ էսպես է ասում, ժողովրդավարությունը դրա մասին է։ Եվ հանրությունն է, ժողովուրդն էլ պետք է լսի այդ ուժերին, տեսնի ում փաստարկներն են իր համար ավելի համոզիչ եւ գնա ըստ այդմ քվեարկություն։ Դուք ավարտեք ձեր հարցը, ես կպատասխանեմ։ Համոզված եք։ Երբ որ ավարտեք, ես կպատասխանեմ։ Համոզված եք։ Շնորհակալություն։ Եվ հենց խնդիրը դրա մեջ է, որ հանրությունը լսի։ Ամենատարբեր թեմաներ են բոլոր ընտրություններում, ժողովրդավարական երկրներում, ամենատարբեր թեմաներ են դրվում քվեարկության։ Բայց ես երեք մի տեսարան ինձ ցույց տվեցին, ես այդ տեսարանին անկեղծ ասած, այս ամեն ինչից հետո չհավատացի, որովհետև ձեր նշած քաղաքական ուժի ներկայացուցիչները ներկայացնում են իրենց ծրագրերը եւ իրենք ըստ էության Հայաստանի իրենց կոնցեպտի մեջ տեղավորում են Ղարաբաղը եւ շրջակա տարածքները։ Այստեղ էլ ասելու բան չկա։ Այդ քաղաքական ուժի հաջողությունը ես զարմանում եմ, իրանք ընդհանրապես այդ քայլով այդ ձեր կողմից մեջբերված իմ ասածները ամրապնդում են։ Այսինքն դա այնքան ակնհայտ բան է, որտեղ մեծ բանավեճի խնդիր էլ չեմ տեսնում։ Եթե մյուս քաղաքական ուժը ասում է Հայաստանը չպետք է բավարարվի 29743 քառակուսի կիլոմետրով, դա ինչ է նշանակում։ Դա խուսափելի պատերազմ է, հարգելի գործընկերներ։ Այսինքն այդտեղ շատ վիճելու բան չկա էլ։ Սահմանադրության հետ կապված ոնց որ պատասխանեցի։ Շնորհակալություն։ Փաստորեն չէի կավարտել հարցը։ Փաստորեն չէի կավարտել հարցը։